շնորհավորում եմ սեպտեմբերի 1-ի կապակցությամբ։ Ամեն սեպտեմբերի 1 խնդավառություն է, ցնծություն է, երջանկություն է, որովհետև մենք սեպտեմբերի 1-ով ենք նորից կրթվում, նորից դաստիարակվում, նորից իմաստնանում։ Սիրելի աշակերտներ, դուք այս հզոր երկրի սաներն եք, դուք այս հերոս երկրի սաներն եք։ Ես ուզում եմ, որ այս երկրում միշտ խաղաղություն լինի։ Ես ուզում եմ, որ խաղաղ երկինքը մի ժպտա ձեզ։ Եվ ուզում եմ, որ դուք արժանի լինեք ձեր երկրին, ձեր հայ լինելուն, հպարտ լինեք եւ այնպես անեք, որ մենք հպարտանանք ձեզանով։ Իմ շատ սիրելի աշակերտներ, այս ժողովուրդը, մեր հայ ժողովուրդը, հերոսներ ծնող ժողովուրդ է։ Ես ուզում եմ, որ հերոս հոգիներ ձեր մեջ շատ տեսնեմ, ինչպես մենք տեսանք, ինչպես ունեցանք։ Եվ շատ ժամանակ ասելով չի լինում հերոսությունը, հերոսներ ծնվում են, հերոսներ չեն դառնում։ Այսօր մեզ համար շատ նաև հուզիչ օր է եւ նշանավոր օր է։ Մեր գիտելիքի օրը մենք իմաստավորում ենք նաև քառօրյա պատերազմում զոհված ազատամարտիկ Ադամ Սահակյանի Փարքի սրահի դասասենյակի բացումով, դասարանի անվանակոչմամբ։ Խորհրդավոր է այսօր մեզ համար եւ խորհրդանշական եւ պարտավորեցնող։ Մենք ունենք պատկան հյուրեր, այսօր դպրոցում մեզ հետ միասին սեպտեմբերի 1 են նշում եւ բացման արարողության են մասնակցում պատկան մարմիններ, կրթության եւ գիտության նախարարը։ Եվ սա հաստատ մեզ բոլորիս պարտավորեցնող է եւ բոլորիս կողմից շնորհակալություն ենք հայտնում մենք մեր հյուրերին եւ սիրով պարոն նախարար, խոսքը ուզում եմ փոխանցել ձեզ։ Շատ սիրելի ուսուցիչներ, ծնողներ, իսկապես գեղեցիկ օր է, ես ձեզ բոլորին շնորհավորում եմ սեպտեմբերի 1-ի օրվա կապակցությամբ, դուք մտնում եք մի մասը արդեն ավագ դպրոց, մի մասը այստեղ սովորի եւ շարունակի կրթությունը, ես իսկապես շնորհավորում եմ ձեզ, որովհետեւ ձեր կյանքում սկսում է նոր փուլ, մի մասը կշարունակի, մի մասը այս տարի կավարտի։ Ցանկանում եմ, որ ձեր ճանապարհը լինի ամենակարևորը խաղաղ, դուք վստահ լինեք ձեր վրա, չընկճվեք, դուք անկախության սերունդն եք։ Այս տարի մենք մեր երիտասարդ հանրապետության 25-ամյակն ենք տոնում եւ դուք լիարժեք, անկախ շնչող, արդեն նույնիսկ ծնված, մեծացած, սովորող երեխաներն եք եւ ձեզ չպիտի ընկճեն ոչ դժվարությունները, ոչ անախտարությունները եւ ոչ էլ ճանապարհի ձեր ճանապարհին հանդիպող խնդիրները։ Այսօր մենք լսարան ենք բացելու, Փարքի չէ, լսարան ենք բացելու ձեր կողքը սովորող ընկերոջ անունով։ Որովհետեւ երբ մենք խոսում ենք երևանցի տղա, որը սովորել է, որ իր ճանապարհով գնացել է եւ եթե կարիքը եղել է, ինքը զենքը վերցրել է, պաշտպանել է իր հայրենիքը։ Ուրեմն սա ամենամեծ արժեքն է, որը տալիս է այս մշակույթը եւ դպրոցական պատերի ներքո է դա լինում։ Ես ցանկանում եմ, որ դուք ինչ էլ լինի, կյանքը ձեզ ուր է նետի, ոնց էլ լինի, ստանաք բարձրագույն, չեք ստանա, կաշխատեք մեր հանրապետությունում, երբեմն հնարավոր է հանրապետությունից դուրս գաք, միշտ հիշեք մեր երիտասարդին, Ադամին, որովհետեւ ի վերջո ազատության հետ, անձնական ազատության հետ գալիս է նաև պատասխանատվությունը։ Եվ պատասխանատվության մեջ մեծ բաժին ունենք, մենք պետք է պաշտպանենք մեր երկիրը ինքներս։ 25 տարի կառուցել ենք եւ այն ինչ որ մենք անում ենք, աշխարհում այլևս ոչ մի տեղ չկա։ Աշխարհում ուրիշ Հայաստանի անկախ հանրապետություն չկա, աշխարհում ուրիշ 114 դպրոց չկա, մենք մերն ենք կառուցում եւ մերը պետք է լինի մեր յուրահատուկը։ Ես ձեզ շնորհավորում եմ եւ ցանկանում եմ, որպեսզի խաղաղություն լինի այս տարի, դուք էլ ձեր գիտելիքը կարողանաք մեծացնել, բազմապատկել եւ շարունակել ձեր ճանապարհը։ Շնորհակալություն։
Adam Sahakyan, Dr. Long. Ամեն տարի դպրոցներում լինում է վերջին զանգ և տոնակապանություն է լինի վերջին զանգերը։ Այս տարի բոլոր դպրոցներում հերոսապատում է վերջին զանգերը։ Եվ դասարաններից հենց առաջինը իր փոքրիկ միջոցառումից հետո անմիջապես ցույցեցին արտասանել այն հերոսների անունները, որոնցից մեկն էլ Ադամն է։ Ադամ Սահակյան մեր կա, Ռոբերտ Աբաջյան մեր կա։ Եվ հենց այս խորագրով մենք ուզեցինք, որ միշտ Ադամ Սահակյանը մեր կա լինի և իր դպրոցում, և իր տանը, և իր երկրում, և իր ողջ վրա։ Եվ սա ձեզ պատգամ սիրելի աշակերտներ, որ դուք շատ բարձր պիտի պահեք Ադամի մասին։ Եկեք մենք բոլորս իրանը միաժամանակ իսկապես ծափահարենք մեր Ադամի ծնողներին։ Անշնորհյալ Իվանչի, հերոսը ձեր կողքին ապրող երիտասարդն է, ձեր ոցերով ապրող, որը ինչ-որ մի պահի կատարում է իր պարտականությունը։ Եվ եթե մենք իրենց հիշենք, պահենք, պահպանենք, մեր ճանապարհը ավելի հեշտ կլինի։ Հայտնի ֆրանսիացի ֆիլիսոփա, որ ասում է ներկաների, ապրողների իրական դերերը հեռերն են, ողջերի իսկական դերերը անցավորն են։ Իսկ մենք պիտի հասկանանք և պիտի կարողանանք այնպես անենք, որ այս երիտասարդների կապված արյունը իսկապես ավելի ուժեղացնում ես, մեծացնի և մեր նպատակների հասնի հակառակ վարակային այս ժողովուրդը հնարավոր չի։ Իսկ պետք է շնորհակալություն եմ հայտնում և ձեր գրապատվության պատճառով և մեր հակառակությունը և մեր համաշխարհը հետևական համաշխարհը վերջակ ապրել բացատրության հիմնականում մենք ուզում ենք, որ այս դասարանում և այս դպրոցում և ընդհանրապես Հայաստանի Հանրապետության դպրոցներում ստեղծվեն այնպիսի տղաներ ու աղջիկներ, ովքեր երբեք չեն լքի իրենց ընտանիքը, չեն լքի իրենց դիրքը,